2026 թվական մայիսի 28 Հանրապետության հրապարակ են մտնում զորահանդեսի մասնակից ստորաբաժանումները։ Այսօրվան է յուրօրինակ զորահանդես հաշվետվությունը մի քանի էական շեշտադրմամբ։ Հանրապետության հրապարակ են բերվում Հայաստանի Հանրապետության պետական զինված ուժերի մարտական դրոշները։ Խորքային կերպափոխման եւ համակարգային բարեփոխումների ճանապարհն ընտրած հայկական բանակի զորահանդեսին մասնակցող զորախմբերը ներկայանում են նոր դրոշներով։ Հայաստանի Հանրապետության պետական եւ զինված ուժերի մարտական դրոշների եւ Աշոտ Երկաթի Սուրբ խաչի մուտքն է հրապարակ։ Զորահանդեսի հրամանատար գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը զեկուցում է, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են 14 զորամիավորումներին ողջունում է Պաշտպանության նախարարը։ Հոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անձնակազմին ողջույն։ Ողջույն նախարար։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա արդիվ փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Այնուհետև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցում է։ Հայաստանի Հանրապետության պարոն վարչապետ, զորահանդեսի մասնակից զորքերը սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան շարանցմանը պատրաստ են։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Ազատ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն այսօրը նշում է բոլորովին նոր պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված։ Խաղաղության կարևորության ու անկախության պահպանման բանաձևերից սկսեց ելույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին հանրապետությանը չհերիքեց անկախությունը պահպանելու եւ զարգացնելու համար, եւ խաղաղության բացակայությունը դարձավ այն առանցքային պատճառը, որով Հարավային Կովկասի 3 երկրները 1918 թվականին իրար հետ անկախություն հռչակելով 1920-ին իրար հետևից կորցրեցին այդ անկախությունը։ Այսօր մենք հաղթահարում ենք առաջին հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը եւ որդեգնում ենք պետության հարատևության օրակարգ, առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան։ Սա նշանակում է, որ բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա, երբ պետությունն ու նրա շահը, նրա անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը դառնում են գործողությունների եւ որոշումների առանցքային ելակետ, եւ պետությունն էլ իր հերթին դառնում է սեփական քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության գործիք։ Պետության վերելքի այս հայեցակարգը առաջնորդում է մեզ եւ մենք գնում ենք այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այս ճանապարհով եւ հաստատված խաղաղությունը, նրա հետագա ինստիտուցիոնալացումը, պետության իրավական հիմունքների զարգացումն ու ամրապնդումը, Հայաստանը հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դարձնելը, ներառյալ թրիփ նախագծի իրագործմամբ, ինչպես նաև քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը եւ բարեկեցությունը ապահովելը մեր ռազմավարական առաջնահերթություններն են։ Խաղաղության պայմաններում պետական կարևորագույն ինստիտուտ է բանակը, եւ այսօր Հայաստանի Հանրապետության բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է ընդգծեց վարչապետը, պարզաբանելով պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հետևաբար 2022 թվականից ի վեր ունեցած ձեռքբերումները ժողովրդին որպես հաշվետվություն ներկայացնելու ժամանակն է։ Իսկ գաղափարաբանության առանցքը հետեւյալն է. բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, շեշտեց Փաշինյանը։ 2022 թվականից առաջ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ միջազգային գործընկերները հրաժարվում էին Հայաստանի Հանրապետությանը զենք մատակարարել
այն պատճառաբանությամբ, թե համոզված են, որ Հայաստանը այդ զենքը կիրառելու է իր միջազգայինորեն ճանաչված տարածքներից դուրս։ Եվ միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Այսօրվա զորահանդես հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն եւ ռազմական տեխնիկա եւ ռազմատեխնիկական համագործակցության այս աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Զորահանդես հաշվետվության կարևոր առանցքներից մեկը Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։ 2022-ից սկսած կառավարությունը մոտ 170 միլիարդ դրամի ներդրում է արել ռազմաարդյունաբերության համալիրում, հպարտանալու արժանի արդյունքներով կարևորեց երկրի ղեկավարը։ Խոսեց պետական սահմանի երկայնքով մի քանի տասնյակ ամրացված շրջանների մասին, որոնք նրա բնութագրմամբ 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոցբերդեր ու ինժեներական մտքի գլուխգործոցներ են։ Անդրադարձավ բանակի բարեփոխման այլ առանցքներին՝ կամավոր ատեստավորման արդյունքում բարձր մարտունակությունն ապահովված զինծառայողներ, պաշտպան հայրենիաց ծրագրի մասնակիցներ, բարձր վարձատրման հնարավորություններով։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի զինծառայողներ կան եւ կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման այս գործընթացը լինելու է շարունակական։ Պաշտպան հայրենիաց ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակը ավարտվելուց հետո կստանան նաև լրացուցիչ 5 միլիոն դրամ պարգևավճար։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, որ այսօր ուսումնառության ընթացքում ստանում են մինչև 175,000 դրամ կրթաթոշակ ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց եւ սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագրեր կստանան կառավարության կողմից եւ այսպիսով մեր սպայակազմի բնակարանային խնդիրը, որը 2000-ականների սկզբից մեծ հաշվով չլուծված է, կստանա արմատական լուծում։ 2000-ականների սկզբից Պաշտպանության նախարարության բնակարանային հերթացուցակում հերթագրված 2850 ընտանիքի բնակարանային խնդիրն էլ կլուծվի առաջիկա 4 տարում։ Կա այս մասին կառավարության որոշումը, վարչապետն ամփոփեց։ Այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհությունների գնով, ում կյանքի գնով Հայաստանի Հանրապետությունը այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան երբևէ, անվտանգ է ավելի քան երբևէ։ Մեկ րոպե լռությամբ, բայց նաև հրետանային համազարգով հարգենք մեր բոլոր նահատակների հիշատակը։
Հայաստանը սերտել է պատմության դասերը, որի առարկայական արդյունքն է այսօր գալիս հրապարակ։ Հայաստանի Հանրապետության նոր բանակը նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ եւ նոր մարտունակությամբ, շեշտեց վարչապետը ներկայացվելիք ձեռքբերումների համար շնորհակալ լինելով բոլոր քաղաքացիներին։ Բոլոր մարդկանց, ում գեներացված հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր ժամանակակից պաշտպանունակ եւ ուժեղ բանակ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Մեկնարկեց հայկական բանակի հանդիսավոր երթը մասնակիցների նոր հանդերձավորմամբ ձևավորված հայկական խորհրդանշաններով, ազգային տարրերով, ուղեկցվող զինվորական նվագախմբի հայկական ստեղծագործություններով։ Զինվորական ճանապարհին առաջին քայլերն անող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներից մինչև ապագա սպաներ, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողներից, հատուկ նշանակության զորքերից մինչև կին զինծառայողներ, սահմանապահ զորքերի զինծառայողներից մինչև առաջինից 5-րդ զորամիավորումներ։ Այնուհետև հանդիսավոր զորահանդեսին առաջին անգամ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ապա հրապարակ բերվեցին ժամանակակից հետախուզահարվածային գայլ ռոբոտային համակարգերը։ Երթը շարունակեցին բանակային տարբեր կարևորագույն պարտականություններ կատարող օղակներ, սակրավորներ, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքեր, հատուկ նշանակության ուժեր, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքեր, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումներ։ Մառախուղ, սարդ համալիրներ, ծանր հրետանային համակարգ TOS-1A, թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ բաստիոն։ Հանրությանը ներկայացվող սպառազինությունների շարքը չի ավարտվում։ Հրթիռային համալիրներ, մարտական մեքենաներ, անօդաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումներ։ Երթը շարունակում են հայրենական արտադրության բազմազան հնարավորություն ունեցող անօդաչու թռչող սարքերը, որոնցից շատերը համարվում են պայմանական հակառակորդի ահն ու սարսափը։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, զինված ուժերի եւ անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների միջև սերտ գործակցության շնորհիվ ստեղծվել են յուրահատուկ տեխնոլոգիական լուծմամբ հագեցած անօդաչուներ։ Անօդաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքն է, որը նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար։ 18 մետր թևերի բացվածքով 8.5 մետր երկարությամբ այս անօդաչուն կարող է թռչել 200 կմ/ժ արագությամբ, 28 ժամ տևողությամբ։ Այն պաշտպանված է պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից, միաժամանակ հագեցած կայծակնային հարված հասցնելու զենքով։ Իսկ երկնքում զինված ուժերի ավիացիան է, որի գլխավոր առաքելությունն օդային եւ ցամաքային տարածքների պաշտպանությունն է, մարտերի վարումն ու թիրախների ճշգրիտ խոցումը։ Ուղղաթիռները նախատեսված են զորքերի եւ բեռների տեղափոխմամբ, ցամաքային զորքերի կրակային աջակցության, որոնողափրկարարական աշխատանքների համար։ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ավարտին զինվորական ցուցադրական շարանցմամբ դեֆիլեով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվո պահակային վաշտը։
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը եզրափակեց զինված ուժերի համահավաք նվագախումբը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։